եւ ոգույսը քո ամեն։ Ապա դարձան Երուսաղեմ անվանյալ լեռնետիցենյաց եւ պրեմտին եւ իվենատունն իվանքն իսկեին։ Տիցենյաց լեռնից Երուսաղեմ վերադարձան առաքյալները եւ քաղաք մտան, վարձացան վենատունն, որտեղ հենց իրենց կացարանն ունեին։ Սիրելի հավատացյալներ, այս նախադասությունը կարդում են Գործ Կարաքելոցի մեջ, որտեղ խոսվում է վենատան մասին, ուր առաքյալները իրենց վարդապետի եւ մեր Տիրոջ հրաշափառ համբարձումից հետո Տիցենյաց լեռից վերադարձան այնտեղ։ Առաքյալների թղթերում կամ ավետարանում աշխարհամատրան կամ կանաչ անուններին չենք հանդիպում, անուններ, որ տրված է այսօրվա կիրակին, ինչպես մեր, այնպես էլ մյուս փուլ եկեղեցիների ավանդության եւ սովորության համաձայն տոներեր են կատարվում եկեղեցիների անունով։ Այսօր է աշխարհամատուրի աշխարհի վրա առաջին քրիստոնեական եկեղեցու տոնն է։ Մեր սուրբ եւ աստվածախոս հայրերը վենատուն բառը գործածեցին առաջին եկեղեցու համար։ Այդ բառը նախ նշանակում է վերևի հարկ, վերին տունը, երկրորդ իմաստով նաև հավաքատերի։ Ինչպես անցյալում, այնպես էլ այսօր աշխարհամատրան բառը գործածվել ու գործածվում է իբրև աշխարհաժողով բազմությանը հատկացված եկեղեցի կամ բոլոր աշխարհին պատկանող եկեղեցի, բացատրությունը օրմանյան սրբազանին է։ Նախ խոսենք աշխարհամատուր եկեղեցու մասին, ինչպես բնաբանի մեջ տեսան, այդ մատուր վենատունն ծառայել է որպես առաջին քրիստոնեական եկեղեցի, ուր ինչպես Սուրբ Ավետարանից գիտենք, Քրիստոս մեր Տերն իր վերջին ընթրիքը աշխարհիս վրա այնտեղ տվեց, որովհետև առաջին հավաքատեղին եւ սկզբնական եկեղեցին հանդիսացավ իրեն Քրիստոսին հետևողների համար։ Ուստի Սիոնի եկեղեցին վենատունը դարձավ այսօրվա հոյակեր եւ ճարտարապետական մեծ արժեք ներկայացնող աշխարհի բոլոր եկեղեցիների նախատիպարը։ Այդ նույն տեղում Քրիստոսի համբարձումից հետո աշակերտները սպասում էին Սուրբ Հոգու ընդունելուն, որը կատարվեց ըստ Սուրբ Գրքի։ Այդ վենատունը հաստատ համոզումով կարող ենք ասել, դարձավ ամբողջ մարդկության, փրկության ազատարար նավ սրբավայրը, հավատքի հանգրվանը եւ լույսող խորանը։ Աշխարհի բոլոր ազգերը հրավիրվում են մասնակցելու նրանում հավաքված հավատացյալների օրդերգությանը եւ առաստված ուղված փառաբանությանը։ Սիրելի հավատացյալներ, այսօրվա կիրակին կոչվում է նաեւ կանաչ կիրակի, այն նոր կանաչած ծաղկած եկեղեցին է, Քրիստոսի թափած սուրբ եւ պատվական արյան կրված, ծնող եւ աճող հավատացյալ անհատների Սուրբ միությունը, Սուրբ Հոգիով եւ Սուրբ Ավազանով մկրտված, Սուրբ եկեղեցուն անդամագրված, Սուրբ Ավետարանով եւ Աստվածային լույսով լուսավորված։ Բոլորս էլ դիտում եւ հիանում ենք գարնան կանաչով, որը ամբողջությամբ այլ է քան ամռան կամ աշնան կանաչը։ Ինչու՞, որովհետեւ գարնան կանաչը իսկապես հիշեցնում է մարդկության մանկական, անմեղունակ կյանքը, յուրաքանչյուր նորածին մի նոր կանաչ ծիլ է, նուրբ ու քնքուշ, այսպես նորաբողբոջ եւ նորացին էին քրիստոնեությանը
հետևող անհատները, որոնք կազմեցին նոր ստեղծվող եկեղեցին, նրանք չէին կարող դիմանալ այնքան փոթորիկների և արհավիրքների, որոնք հենց իսկ իրենց նմաններից էին գալիս և ոչ թե բնությունից, կանաչ, բայց և այնպես ամուր ու դիմացկուն ընձյուղներով, որ կարող էին դիմանալ մահվան, հրի և սրի, կրակի և սովի հարվածների։ Գարնանոր ծլարձակող կանաչը հիշեցնում է նաև մեռած բնությունը, ինչպես նաև հարություն առնելը, խորհրդանշում է հարության և զարթոնքի երևույթը։ Մենք գիտենք պատմությունից, թե որքան առաքինի ու մաքուր, աստվածավախ ու արդարամիտ, հայրենանվել ու ընկերասեր մարդիկ զոհվել, նահատակվել են հանուն հավատի, սրբացել են և սրբացվել, որոնք մարտնչել են հանուն ճշմարտության և լույսի հաղթանակի, անլուր, չտեսնված ու չլսված տանջանքների ձևեր գործադրվեցին անհավատների կողմից, նորաբողբոջ քրիստոնեությունը վերացնելու համար, սկսած Ներոն անօրեն կայսրի, մեր տրտած երրորդ թագավորի և Հուլիոս ուրացողի օրերից անխտիր հալածանքներ կատարվեցին քրիստոնեության դեմ։ Հալածանքները շարունակվեցին ընդհուպ 18-րդ դարը, թուրքական և պարսկական մոդեռնությունը հայոց և ուրիշ քրիստոնյա ազգերի կյանքում կատարեցին գազանային հոշոտումներ։ Քրիստոնեության սկզբնավորման օրերից համարյա ամեն դար ունեցել ու տվել է իր անձնվեր նահատակներն ու մարտիրոսները։ Կանաչ եկեղեցին արմատներ արձակեց Քրիստոսի Սուրբ Արյան և նրան հետևողների անձնազոհությամբ ամուր հիմք դրվեց։ Խաչեցին Հիսուսին, խաչեցին նրա հետևողներին, բայց անարգակի խաչը իր քարաթև հանգամանքով ճառագայթեց, իր աստվածային շողերը արձակեց աշխարհի 4 ծագերը։ Իմաստուններից մեկը շատ տեղին ասել է, որ մեծ հալածվողները մեծ հաղթողներն են։ Իսկապես Հիսուս բազում հալածանքներ կրեց խավարի մեջ խաբկապող մարդկանց կողմից, բայց և հաղթեց խավարին։ Այսպիսով աշխարհամատուր կամ կանաչ եկեղեցին նոր ստեղծվող քրիստոնեական առաջին աշխարհաղթում ժողովատեղին տեսան, թե ինչ գնով հիմնվեց։ Քրիստոսի եկեղեցին մեկ է, բայց ազգային բնույթով տարբեր։ Յուրաքանչյուր եկեղեցի պետք է ծառայի և մարդկությանը, և իր ազգի, և հայրենիքի շահերին։ Հայոց եկեղեցին դարեր շարունակ մեր ժողովրդի հոգում պահել է անպարտ, աննկուն, ապագայի և գեղեցիկ օրերի հավատքով լի հզոր ոգին։ Այն հայոց մեջ ստեղծեց այն անպարտելի ոգին, որով հայերը խուսափեցին այլ ազգերի մեջ ձուլվելու վտանգից։ Հիշատակելու արժանի է այն անգերազանցելի դերի մասին, որ հայոց եկեղեցին կատարել է արվեստի, ճարտարապետության, երաժշտության, հայ գրի և դպրոցության, այլ խոսքով մշակույթի ստեղծման և զարգացման բնագավառում։ Ուրեմն հայոց եկեղեցու դերի այս գիտակցությամբ մենք բոլորս միասին և միախորհուրդ պիտի մտածենք նրա պահպանման և բարգավաճման, բարեկարգման մասին, եթե ուզում ենք, որ մեր սուրբ հայրերից մեզ ավանդված լույս հավատքը միշտ կանաչ մնա, նախ մենք մեզ պետք է ճանաչենք հարազատ ժառանգոր և զավակ մեր նախնյալ։ Ուստի աղոթենք Տիրոջը, որ եկեղեցին կանաչի նոր հավատացյալներով,
նոր ու գեղեցիկ աններ, հույսով Աստծուն կարողանան դիմել աշխարհում ստեղծված լարված վիճակը խաղաղացնելու, պատերազմները դադարեցնելու, ժողովուրդներին միավորելու եւ կայուն ու հարատև խաղաղություն հաստատելու մարդկանց սրտերում երկրի վրա եւ երկրի խաղաղություն, իմ մարդիկ հարություն, այժմ եւ ավիդյանը սավիդեն եւ ծաղկում։